Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 6 Պատերազմիս բոլոր օրերը սպասելու եմ, Հոբ 14-րդ գլուխ 14-րդ խոսք Երկրի վրա մի փոքր ավելի երկար մնալը երկինքն ավելի ցանկալի կդարձնի, ոչինչ հանգիստն ավելի քաղցր չի դարձնում, քան ծանր աշխատանքը, ոչինչ անվտանգությունն այնքան հաճելի չի դարձնում, որքան տագնապալից վիճակը, երկրի դառնություններով լի գավաթները հաճելի համ կհաղորդեն փառքի ոսկեգույն բաժակների մեջ փայլփլող նոր գինուն, մեր ջախջախված զրահներն ու սպիներով լցված դեմքերը ավելի փառահեղ կդարձնեն մեր հաղթանակն այնտեղ վերևում, երբ մեզ կողջունեն այն աթոռները, որ աշխարհին հաղթողների համար են։ Մենք չէինք կարողանա Քրիստոսի հետ լիարժեք հաղորդություն ունենալ, եթե մի որոշ ժամանակ այստեղ ներքևում չապրեինք, որովհետև երկրի վրա նա տառապանքի մկրտությունով մկրտվեց, և մենք էլ պետք է ճիշտ նույն մկրտությունով մկրտվենք, եթե ուզում ենք բաժնեկցել նրա թագավորությանը։ Քրիստոսի հետ հաղորդությունն այնքան պատվավոր է, որ ամենացավոտ վիշտն անգամ չնչին գին է, որ մենք վճարում ենք այն ձեռք բերելու համար։ Մեր այստեղ երկար մնալու պատճառներից մեկն էլ ուրիշների բարօրությունն է։ Մենք իրավունք չունենք ձգտելու երկինք մտնել, քանի դեռ մեր գործն արված չէ։ Գուցե մենք դեռևս կարգված ենք լույս սփռելու այն հոգիներին, որոնք խարխափում են մեղքի անապատում։ Եվ ի վերջո, մեր այստեղ մնալու ձգձգվելը անշուշտ Աստծո փառքի համար է։ Փորձություններով անցած սուրբը, ինչպես մի լավ մշակված ադամանդ, առավել պայծառ է շողշողում թագավորի թագի վրա։ Ոչինչ այնքան լավ չի արտացոլում աշխատավոր մարդու պատիվը, որքան նրա աշխատանքի երկարատև ու դաժան փորձությունը և դրա հաղթական և անզիջում տոկունությունն ու դիմացկունությունը այդ փորձությանը ենթարկվելիս։ Մենք Աստծո ձեռագործն ենք, և նա փառավորվելու է մեր չարչարանքներով։ Հանուն Հիսուսի փառքի է, որ մենք սուրբ ուրախությամբ ենք համբերում մեր հավատքի փորձառությանը։ Թող յուրաքանչյուր մարդ իր ձգտումներն ու ցանկություններն ուղղի Տեր Հիսուսի փառավորմանը և ինքն իրեն ասի. «Եթե այս աշխարհի փոշու մեջ մնալն իմ Տիրոջը թեկուզ մի մատնաչափ ավելի կբարձրացնի, ուրեմն ես պատրաստ եմ մնալու այդ փոշու մեջ։ Եթե հավիտյան երկրի վրա ապրելն իմ Տիրոջն ավելի փառավոր կդարձնի, ապա երկնքից զրկվելն ինձ համար երկինք կլինի»։